Բարի երեկո, Ազատության լրատվական ստուդիայում Անուշ Մարտիրոսյանն է, նախորդ հիմնական թեմաների մասին համառոտ։ Դիվերսիոն խմբավորման վերաբերյալ ադրբեջանական պնդումները հերքվում են, ինչպես է Հայաստանի 77-ամյա քաղաքացին հայտնվել ադրբեջանական տարածքում։ Ազատամարտիկները նախաձեռնում են նոր շարժում իշխանափոխության նպատակով։ Ինչ հետևանքներ կունենա մշակութաբանին եւ ակտիվիստին ոստիկանության բաժին տանելու փաստը։ Հրաժեշտ եւ երախտիքի խոսքեր արվեստի վաստակավոր գործիչ Արամ Ղարաբեկյանին։ Բացառիկ երևույթ էր։ 22-րդ տարեդարձի օրը հայ զինվոր է զոհվել։ Պաշտոնական տեղեկատվության համաձայն 20-ամյա Կարեն Գալստյանը սպանվել է ադրբեջանական դիպուկահարի կրակոցից։ Նույն օրը ադրբեջանական կայքերը տեղեկություններ տարածեցին, թե իբր հայկական հետախուզական դիվերսիոն խմբավորում է փորձել հատել սահմանը։ Ավելի ուշ պարզվեց, որ սահմանը իհարկե ոչ դիտավորյալ հատել է Հայաստանի մի քաղաքացի, 77-ամյա Մամիկ Խոջայանը, Վերին Կարմիր աղբյուր գյուղից։ Ադրբեջանական կողմի չափազանցված տեղեկությունները հերքվում են, իսկ ինչ վիճակում է գերեվարված Մամիկ Խոջայանը, Իրինա Հովանեսյանի ռեպորտաժը։ Հայկական կողմը ծիծաղելի է համարում Ադրբեջանի սահմանը հատած եւ գերի ընկած ծերունուն դիվերսանտ անվանելը։ Հայաստանի քաղաքացու գերի ընկնելու մասին հայտնի դարձավ երեկ երեկոյան։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ու լրատվամիջոցներն անմիջապես տարածեցին տեղեկատվություն, թե ցերեկը ժամը 3-ի մոտակայքում հայկական հետախուզական դիվերսիոն մի խմբավորում փորձել է հատել զինված ուժերի շփման գիծը, փոխհրաձգությունից հետո ադրբեջանցի զինվորներին հաջողվել է բռնել խմբավորման զինված անդամներից Մամիկ Խոջայանին։ Ադրբեջանական մի քանի կայքեր էլ գրեցին, որ Ադրբեջանի սահմանամերձ գյուղերի բնակիչներն են հային տեսել իրենց տարածքում եւ հանձնել ադրբեջանցի զինծառայողներին։ Հայաստանը պաշտոնապես հերքեց դիվերսիայի մասին տեղեկատվությունը, որից հետո ադրբեջանական կայքերը տարածեցին գերեվարված հայի նկարներն ու ինչ-որ տեսագրություն։ Պարզ դարձավ, որ գերի ընկածը 77-ամյա հիվանդ ծերունի է սահմանամերձ Վերին Կարմիր աղբյուր գյուղից Մամիկոն Խոջոյան անուն ազգանունով։ Վերին Կարմիր աղբյուրի գյուղապետ Կամո Չոբանյանը մեզ փոխանցեց, որ Խոջոյանի ճակատագրով ամբողջ գյուղը անհանգստացած է։ Նա հոգեկան խնդիրներ ունի եւ դժվար է կանխատեսել, թե ինչպես ծերունու հետ կարող են վարվել Ադրբեջանում։ Երեք տենց կեսօրվա մոտ ժամը 12-ի բանի մոտ երգը գյուղում 2 հատ կարելից կար գերեզմանատանը։ Եկել է տեղ ինքը մի վեդրո դերը։ Մարդիկ հարցել են ասել այսօր ես գնամ, ասලා գնում եմ խաղող քաղել, թե մոշ քաղել, տենց մի բան ասել էլի։ Ասեն այ մարդը ձմերվա կիսին ինչ մոշ, ինչ խաղող տուն գնա, ավելի լավ կլի տուն գնաս։ Մեր այգիները 8 կիլոմետր գյուղից հեռու է։ Իջել է տեղ ու այգիները սահմանից արդեն մոտ 2-2.5 կիլոմետր են հեռու։ Մառախուղ էլ եղանակ էր, շատ վատ եղանակ էր երեք։ Երևի մոլորվել է։ Այսինքն այդպես քայլելով ձեր կարծիքով գնացել է, հա, կարող է գնալ։ Տեսնողներ են եղել այնտեղ, այդ ներքևի զոնայում մեր այգիների մոտ։ Ամառ ձմեր մարդիկ են ոչխար են պահում, պահանասին են պահում էլի հիմնականում։ Այդտեղ մարդիկ տեսել են էլի հարցել, բայց այսօր ես եկել, ասա եկել եմ խաղող քաղեմ։ Գետի բերանով դե հենց գնացել ու անցել։ Ինքը չի իմացել, խելքը շաղված մարդ է էլի։ Իրանք ինչ ասես կարող են ներկայացնել նաև զինված բան, բայց իրան դերն մի վեդրո է եղել, ամենայն դեպս հնարավոր է վեդրոն էլ չտարածելի։ Գյուղապետը պատմեց, որ դիմել են ոստիկանություն։ Սկզբում չեն հավատացել ադրբեջանական լրատվությանը։ Ողջ գիշեր գյուղացիները փնտրել են Խոջոյանին, մինչև որ ադրբեջանական կայքերում տարածված լուսանկարները հաստատել են, որ գերեվարվածը հենց նա է։ Ծերունում պաշտոնական մակարդակով դիվերսանտ ներկայացնելը ի դեպ ծաղրի առարկա է դարձել նաև ադրբեջանական որոշ կայքերում։ Սոցիալական ցանցերում տարածվել են ծաղրանկարներ։ Դրանցից մեկում պատկերված է, թե ինչպես է իբր հայ ծեր ու աղքատ հետախույզը ինտերնետում փնտրում Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը մեկնաբանությունից դուրս է համարում կատարվածը։ Առնվազն ծիծաղելի է։ Ես ուղղակի ծափահարում եմ ադրբեջանական բանակին, եթե ինքը նման դիվերսանտների է բռնում մենակ, ինչպես երևում է։ Ուրիշ ոչ մի բան։ Իմ լոգիկային հասանելի չի։ Այդ դրդապատճառը թե ինչպես կարելի է, ասենք, ծերունուն ներկայացնել զինված դիվերսանտ, որին բարեհաճող եղաններով չզրկացնում են։ Չեմ հասկանում։ Ակնհայտ է, որ ադրբեջանական բանակը հաղթանակի հերոսի, իսկական հերոսի պրոբլեմ ունի, խնդիր ունի։
Երեկ հայկական բանակի օրը հայ-ադրբեջանական սահմանին նաև զինվորի մահվան դեպք է արձանագրվել։ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության պաշտոնական տեղեկատվության համաձայն 20-ամյա Կարեն Գալստյանը սպանվել է ադրբեջանական դիպուկահարի կրակոցից։ Երիտասարդը մահացու հրազենային վնասվածքը ստացել է գլխի շրջանում։ Հայաստանի պաշտպանության նախարարության քննչական ծառայությունից մեզ փոխանցեցին, որ դեպքը տեղի է ունեցել Մարտակերտի տարածքում Զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում։ Երիտասարդը արդեն մոտ 2 տարվա զինծառայող էր, գարնանը պետք է տուն վերադառնար։ Արծրուն Հովհաննիսյանը մեծ զրույցում մանրամասներ չհայտնեց, նշելով, որ քննություն է ընթանում։ Ինչ վերաբերում է սահմանների վիճակին, նախարարի խոսնակի հավաստմամբ կրակոցները պակասել են։ Ընդհանուր առմամբ միտում կա լարվածության, բայց համեմատաբար 20-ի, 21, 22-ի օրերին երբ քեջ լարված էր, մի փոքր թուլացել է։ Միգուցե իրենք հասկանում են, որ եթե շարունակեն լարվածությունը պահել, կորուստները ավելի կշատանան, միգուցե արդեն հասել է այդ սահմանը շեմը, որից այնքան իրանք չեն կարող անցնել։ Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկություններով հունվարի լույս 20-ի գիշերը ադրբեջանական խմբերի ձախողված դիվերսիայի հետևանքով ադրբեջանական կողմը մոտ 10 զոհ է ունեցել։ Բաքուն չի հաստատում այս տեղեկատվությունը։ Ազատամարտիկները նախաձեռնում են նոր շարժում, ասում են իշխանափոխության նպատակով։ Նախաձեռնության ակունքներում անցյալ տարվա մայիսից ազատամարտիկների համախմբումն է։ Արցախի ինքնապաշտպանությունից հայտնի Սասուն ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը 2008-ի մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ բանտարկվելով էլ պնդում էր, որ պայքարը կշարունակի հանուն իշխանափոխության։ Նա ազատամարտիկների համատեղ պայքարի վճռականության վերաբերյալ իր պնդումները վերահաստատել է Սարգիս Հարությունյանի հետ զրույցում։ Առաջիկայում Հայաստանում կստեղծվի ազատամարտիկների միություն, որը կընդգրկի հանրապետության բոլոր մարզերը եւ որ իր առջև դնելու է իշխանափոխության նպատակ։ Ազատության հետ զրույցում այս մասին տեղեկացրեց Արցախյան ազատամարտի մասնակից Սասուն ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը։ Ըստ Միքայելյանի միության մեջ ընդգրկվելու են այն ազատամարտիկները, ովքեր պատերազմում ներդրում են ունեցել եւ ովքեր ճիշտ մտածելու հետևանքով դուրս են մնացել Հայաստանում գործող վետերանների տարբեր միություններից։ Ուզում ենք բոլոր ազատամարտիկներին համախմբենք, որտեղ ինչ որտեղ մենք մեծ գործ ենք արել ռազմական գործողությունների ժամանակ եւ այսօր պետք է ասես բաց թող վիճակի չլինի։ Այդ տղերքը իրանց կարծիք, իրար տեսակետը պետք է թողեն վաղվա օրվա համար։ Մեզ բոլորիս կարողացել են այս տարիների ընթացքում մասնատել, որ իշխել են, բայց այսօր մենք ուզում ենք համախմբենք մեր խոսքն ասենք։ Սասուն Միքայելյանը նշեց, որ ստեղծվելիք միության համար հիմք է դառնալու նաև անցած տարի բողոքի դուրս եկած ազատամարտիկների վետերանների ձևավորած կառույցը, դաշտային հրամանատարների ռազմական խորհուրդը։ Մենք մեր տեսակը ձևը ունենք այս տարիների ընթացքում պետության, պետականության, մեր անկախության կայացման համար, մենք պետք է թույլ չտանք, համախմբենք, թույլ չտանք, որ այս անօրենությունը շարունակվի խորանա, այս արտագաղթը ավելի մեծ չափանիշների հասնի եւ բնականա մենք պետք է անպայման մասնակցենք։ Այսօր էլի հարց է պետության, պետականության հարցն առաջ եկե, մենք պարտավոր ենք։ Առայժմ ես համախմբվում ենք ազատամարտիկներով, եթե կարողանանք ձևավորել մի կառույց, այդ հենքի վրա մենք կպայքարենք, որ այս անօրեն իշխանությունները թողնեն այս երկիրը։ Հայտնի է, Սասուն Միքայելյանը հանդիսանում է նաև վերջերս ստեղծված քաղաքացիական պայմանագիր միավորման անդամ։ Միավորման անդամ են նաև ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը եւ հանրությանը հայտնի բազմաթիվ քաղաքացիական ակտիվիստներ։ Միքայելյանը ընդգծեց, որ ստեղծվելիք ազատամարտիկների միությունը կապ չունի նշված միավորման ու որևէ կուսակցության հետ, սակայն միաժամանակ նա հնարավոր համարեց, որ միությունը կհամագործակցի քաղաքական ուժերի հետ։ Ընթացքում կտեսնենք, որ քաղաքական ուժը իրոք պայքարում է այս ժողովրդի պետության համար, մենք կանգնելու ենք նրանց կողքին։ Չենք ուզում, որ որոշ քաղաքական ուժեր ժողովրդին հերթական անգամ բերեն ու թողնեն փողոցում, շարունակեց Միքայելյանը։ Կարող է ժողովուրդն ըմբոստանա մի օր դուրս գա պայքարի ինքնաբուխ։ Մենք կանգնենք այդ մարդկանց կողքին, որ մեր երկրում այս ամեն ինչը, այս թե ասեմ օլիգարխիան, թե այս անօրինականությունը վերջ տանք այս ամեն ինչին, կարողանանք ձևավորել նորմալ քաղաքակիրթ երկիր։ Ու մեր հիմնական նպատակն է նա, որ մենք ունենանք այս երկրում վերջո ընտրված նախագահ։
Ինչպես եւ ինչի միջոցով են պայքարելու ազատամարտիկները հանուն իշխանափոխության, այս հարցը կփորձենք քննարկել մեր հյուրի Խաչակիր հասարակական կազմակերպության խորհրդի նախագահ Գագիկ Սարուխանյանի հետ։ Բարի երեկո, նախ ձեր կարծիքս Ասուն Միքայելյանի հնչեցրած տեսակետին։ Ես ասեմ, նախ ողջունելի է, որովհետև այսօրվա մեր քաղաքական դաշտում եղած կամ հասարակական շարժումների մեջ եղած այդ սակավության մեջ, որ մարդիկ հիասթափվել են, մարդիկ հրաժարվում են պայքարից եւ Սասուն Միքայելյանի նման այդպես ճանաչված ծանրակշիռ անձնավորությունը, որ մտնում է դաշտ եւ հայտարարություն անում, դա միայն կարելի է ողջունել։ Ընդամենը ես կուզեի մեկ այլ բան նշել, ես որպես նախախորհրդարանի անդամ կասեի հետեւյալը. հերթական մարտի 1 թե իշխանափոխություն ինչ մեթոդներով, ոնց եւ ուր ենք գնում։ Ինչու եմ նշում նախախորհրդարանի անդամ, որովհետեւ մենք նախախորհրդարանում արդեն իսկ ձևավորում ենք ապագա պետության կմախքը եւ միշտ էլ հրավիրել ենք թե հասարակական կազմակերպություններին, թե քաղաքական ուժերին, որ մասնակցություն ունենան եւ ձևավորենք ապագա նոր հիմնադիր խորհրդարանը։ Տեսեք, եթե մենք պետք է ուղղակի հելնենք փողոցներ եւ շորտ տանք այս իշխանությունը, բայց փոխարենը չիմանանք ինչ ենք բերում, տարբերությունը ինչու՞մ է։ Լավ, պարոն Սարուխանյան, դուք ինքներդ էլ հիշում եք, որ Սասուն Միքայելյանը նախկինում Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչն էր եւ նա դժգոհ լինելով այդ քաղաքական ուժի գործունեությունից, հիմա կարծես թե հատուկ շեշտադրում է ազատամարտիկների շերտերը, Ձեր կարծիքով սա ինչ է նշանակում եւ ազատամարտիկների խոսքը ի վերջո կարող է լսելի լինել։ Գիտեք ինչ կա, մենք լսեցինք Սասուն Միքայելյանին եւ կարծեմ թե ոչ մեկս կասկած չպետք է ունենանք, թե դա ինչ է նշանակում, թե ինչ է նշանակում ինքը ասեց։ Ուղղակի խնդիրը հետեւյալում է, որ անցյալ տարի դեռ մենք մի խումբ տղաներով որոշեցինք սոցիալական հարցերի շուրջ բարձրացնել ազատամարտիկի խնդիր եւ միայն կույրը կամ չուզեցողը կարող է ասի, որ Վալոդիայի բարձրացած հարցը զուտ սոցիալական էր, ոչ թե քաղաքական։ Վոլոդիա Ավետիսյանի մասին է խոսքը, որը հիմա բանտում է եւ մեղադրվում է։ Եվ ասեմ ձեզ, այստեղ խնդիրը զուտ կառույց ունենալը չի, նոր կազմակերպություն, նոր անվանում կամ թեկուզ կա հիմա երկրապահ եւ ազատամարտի վետերանների միասնություն, ոգու փորձություն, տարբեր կան միավորումներ, որտեղ համախմբված են ազատամարտիկները եւ ունեն իրենց կառույցները, բայց այնուամենայնիվ այն խնդրեմը, որը կա երկրում, տեղից չի շարժվում։ Բայց Վալոդիա Ավետիսյանը, լինելով կադրային սպա, գնդապետ, որը արդեն պայստազորում էր, ուղղակի շփվելով, արդեն ավելի շատ ազատ ժամանակ ունենալով, խնդիրների հետ շփվելով, տղաների հետ շփվելով, տեսա, որ կատաստրոֆիկ է վիճակը։ Եվ ընդամենը հելավ որպես հասարակ նորմալ հայ տղա, ասեց հերիկա, սենք չի կարելի։ Նա ընդամենը բարձրացրեց ուրեմն այդ լոզունգները, արժանապատիվ կյանք, իր երկիրը իսկ ազատագրած ազատամարտիկի համար։ Ստե շատերը սկսեցին պիտակավորել, ինչ-որ ստամոքսի կռիվ են տալի, երշիկի կռիվ են տալի, ի սկզբանե արդեն, այսինքն այդ տղայի նկատմամբ այդպիսի հարցադրում անողները կարծես թե կամ չեն հասկանում ինչ է կատարվում, կամ դիտավորություն կա դրա մեջ։ Մենք իհարկե չուզեցանք կոշտ պատասխաններ տայինք, ոչինչ մարդիկ են, հիմա այդ պահին տենց են մտածել, նյարդները չի հերիքում կամ քաղաքական գործունեությունը իրանց էձև են պատկերացնում, բայց իր խորքային հարցադրման մեջ Վալոդյան շատ բարձր մակարդակի քաղաքական հարց էր բարձրացրել։ Նա ապացուցեց, որ այս իշխանությունները չեն ուզում որևէ բան անեն։ Փաստորեն տեսեք, Վալոդյան ասեց հետևյալը, ասեց տղաներով էինք մի օր, ասեց այ մարդ, սրանք ոչ թե չեն կարողանում, այ մարդ սրանք չեն ուզում անեն։ Փաստորեն նա կարողացավ այդ դիմակը պատրել եւ որից հետո հաջորդելու էր հաջորդ քայլերը, այսինքն բարձրակով եւ այդ ալիքի տակ շատ ու շատ ազատամարտիկներ էին արդեն սկսել հավաքվել Վալոդիայի կողքը եւ նրանք կալանավորեցին։ Ձեր կարծիքով նկատի ունենալով, աչքի առջև ունենալով հենց Վալոդիա Ավետիսյանի պատմությունը, ձեր կարծիքով ազատամարտիկները ի վերջո կհամախմբվեն, նկատի ունենալով նաև հանգամանքը, որ երկրապահը դեռ գործում է, բավականին ակտիվանում է ընտրական շրջանում հատկապես։
Հնարավոր է համախմբում եւ խնդիրը ես նպատակ ցավոք սրտի պետք է ասեմ, բայց թե երկրապահ, թե մյուս կառույցները, հա, կարծես թե դարել են պետական ինչ-որ մի կառուցվածք, հա, որը մանում են իշխանությունների թելերը։ Ես առանձին շատ զրույցներ եմ ունենում ազատամարտիկների հետ, լոկ ազատամարտիկների, ովքեր ասենք ուղղակի գրանցված են այս կամ այն կազմակերպությունում։ Իրանց առանձին զրույցների ժամանակ պարզ երևում է, թե ինչքան իրանք դժգոհ են, բայց երբ որ վճռական քայլերի ժամանակն է գալի, պարզ երևում է, որ իրանք հրանգել են, որ ինչ-որ մի բանի մասնակցեն կամ չմասնակցեն։ Լավ, ձեր կարծիքով այս անգամ այս կոչը, Սասուն Միքայելյանի այս կոչը հետևանք արդյունք։ Ես 2 ձեռով կողմ կլինեմ։ 2 ձեռով, եթե Սասուն Միքայելյանի գործնեության այս գործնեության հետևում չկա հետին միտք, հա, որ որևէ քաղաքական կուսակցության աջակցելու խնդիր, ուրեմն միանշանակ 2 ձեռով ես կողմ եմ։ Ես անգամ ավելին ես կհրավիրեմ իրան նախախորհրդարան, որպեսզի նա բանակցություն ունենա, հա, մեր տղաների հետ, նախախորհրդարանի անդամների հետ, որպեսզի որոշվի, թե լավ իշխանապողություն հետո ինչ։ Այսինքն հետո նորից եղած կուսակցությունները ում ապուրը կերել ենք բերաններս վարվելա գան իշխանության։ Բայց Սասուն Միքայելյանի խոսքից կարծես թե զգացվում է, որ նա առանձին շերտի է ուզում հրավիրել սուտ ազատամարտիկների առանց քաղաքական կողմնորոշման։ Դուք պատրաստ եք։ Միանշանակ։ Լավ, շնորհակալ եմ։ Մեր զրուցակիցը Գագիկ Սարուխանյանն էր, Խաչակիր հասարակական կազմակերպության նախագահ։ Շարունակում ենք ծրագիրը։ Մշակութաբան Արա Նեդոլյանը եւ Վարդգես Գասպարին 3 ազատության հրապարակից հայտնվեցին ոստիկանության բաժնում։ Նրանք մասնակցում էին բանակն իրականում կազմակերպության ակցիային, բողոքում էին խաղաղ պայմաններում բանակու մահվան դեպքերից։ Ոստիկանները նրանց ձերբակալեցին, ապա ազատ արձակեցին։ Ինչ իրավական հետևանքների կհանգեցնի այս միջադեպը, պարզել է Կարլեն Ասլանյանը։ Բանակի տոնին նվիրված համերգից առաջ բանակն իրականում նախաձեռնության ակտիվիստները 3 հավաքվել էին օպերային թատրոնի մոտ, որպեսզի դահլիճ մուտք գործող պաշտոնյաներին հիշեցնեն, բանակում ապօրինություններ են լինում, սպանություններ, հանցագործությունները չեն բացահայտվում։ Մշակութաբան Արա Նեդոլյանին ոստիկաններն անմիջապես բերման են ենթարկել։ Բացատրում ենք, որ մենք եկել ենք հասարակական միջոցառմանը մասնակցելու, մենք ել ենք մասնակից, իրականության այդ շերտն էլ է, ուրեմն այդ իրականության մասը, հենց այդ պահին մեզ նետեցին մեքենա, որևէ բացատրություն բաժնում մեզ չտվեցին, ինչ է կատարվում, իրավական անգամ չէին փորձում ձևացնել իրավական խոսակցություն, առհասարակ ոչ ոք չէր խոսում, նստում էին թղթեր էին լրացնում եւ իրանք ունեին շատ դժգոհ տեսք, պարզապես կատարում են հրաման, ազատությունը բացարձակապես ոտնահարված է։ Վարդգես Գասպարին նույնպես 3 ոստիկանությունում է հայտնվել։ Ակտիվիստը պնդում է, իրենք մի քանի մետր հեռու էին կանգնած կարմիր գորգից, որով անցնելու էին պաշտոնյաները։ Իմ պաստառի վրա գրված էր, որ 94 թվից հետո, հրադադարից հետո, ուրեմն ոչ հակառակորդի գնդակից սպանվել է ավելի քան 2000 զինծառայող, դրա համար բանակի ոչ մի հրամանատար պատասխանատվության չի ենթարկվել։ Այդքան բան։ Ոստիկանները մոտեցան եւ խնդրեցին, որ հեռանանք այդ մեր կանգնած տեղից։ Բոլոր դեպքերում մենք հարցրեցինք ինչու, 1-2 անգամ ասացին ու հետո արդեն բերման ենթարկեցին։ Հարկադրանքի կիրառմամբ մյուսներին դե թևերը բռնելով տարան, ինձ ինչպես միշտ ձեռքեր ոտքերը բոլորը բռնած տարան։ Ոստիկանությունում Վարդգես Գասպարիին պարզաբանել են, անվտանգության նկատառումով են պահանջել հեռանալ տարածքից։ Ակտիվիստը սակայն տարակուսած է, տեղում հանգիստ կանգնած ինչ վտանգ էր ներկայացնում։ Գասպարին պատմում է, որ իրեն 3 ժամ պահել են բաժանմունքում, թեև փաստաթղթային բոլոր գործընթացները իրավապահներն ավարտել էին րոպեների ընթացքում։ Ոստիկանության վերաբերմունքն է դրանով արտահայտվում քաղաքացու նկատմամբ, որը անում է խաղաղ ցույց։ Կանխարգելիչ, պատժիչ գործողությունը։ Գասպարին պահանջել է իրեն տրամադրել արձանագրության պատճեն, ոստիկանությունում սակայն խոստացել են միայն դիմում գրելու դեպքում փոխանցել փաստաթուղթը։ Իրենք երբ որ ասացին արդեն ազատ եմ, կարող եմ գնալ, ես չգնացի, ասացի մինչև ինձ դա չտակ այդ փաստաթղթերի պատճենները, ես չեմ գնում, նույն կարգով հարկադրանքի կիրառմամբ, ուրեմն նորից ինձ բարձրացեցին, ձեռքերից, ոտքերից բռնած, դրեցին մի հատ գազել, այդ գազելով հեռացան փողոցում եւ ցեխերի մեջ ինձ դրեցին ուրեմն փողոցի վրա ու հեռացան
Ստադիոնի մոտ։ Երեկվա ակցիայի ժամանակ ոստիկանների մեկ այլ խումբ էլ Մաշտոցի Պողոտայի հատվածից խաղաղ պայմաններում զոհված զինվորների մայրերին թույլ չէր տալիս մոտենալ օպերայի շենքին։ Բանակն իրականում նախաձեռնության անդամ Ծովինար Նազարյանը գիտի ինչու են իրենց ակցիաները զայրացնում իշխանություններին, որտեղ մայրերը ծանր խոսքեր են հնչեցնում բարձրաստիճան պաշտոնյաների հասցեին, իրենց նախաձեռնությունը համակարգային փոփոխությունների պահանջ է դնում, բարձրաձայնում բանակային կոռուպցիայի մասին։ Մեզ լրացնել նրանց չի հաջողվի ու չի հաջողվում, բայց համենայն դեպս կոնկրետ դեպքի վայրում, որտեղ տեղի էր ունենում տոնական միջոցառումը, նրանք փորձում էին լրացնել, հեռու պահել մարդկանց, որպեսզի հանկարծ տոնը չփչանա եւ հանկարծ իրենց գերագույն գլխավոր հրամանատարի կամ մյուս հրամանատարների ականջները վատ չզգան իրենց, ինչ խղճով են մարդիկ տոնում։ Բանակում սպանված սպա Արտակ Նազարյանի քույրը ուշադրություն է հրավիրում, ոստիկանները հաշվի չեն նստում, որ ակցիայի մասնակիցը զավակին կորցրած մայր է։ Հրմշտում էին ու նույնիսկ ես հունից դուրս եկա, երբ որ աչքիս առաջ սկսեցին մորս հրմշտել, դրա բարոյական իրավունքը իրենք չունեն եւ ես իրենց ասացի գնացեք տուն եւ ձեր մայրերին պատմեք, որ դուք ձեր նման, բայց զոհված մի զինծառայողի մոր, մի քանի զինծառայողի մայրերի հրել եք, տեսեք ձեր մայրերը ձեզ ինչ կասեն։ Մաքսային միությանն անդամակցելու դեպքում Հայաստանը կարող է շատ թանկ վճարել բառի իսկական իմաստով։ Էկոնոմիկայի նախարարությունն անցյալ շաբաթ գործարար շրջանակներին տրամադրել է 15,000-ից ավելի ապրանքատեսակների մաքսազերծման հնարավոր գները։ Եթե Հայաստանն անդամակցի Մաքսային միությանը, ապա այդ միության անդամ երկրներից չներկրվող առաջին անհրաժեշտության մոտ 700 ապրանքատեսակ զգալիորեն կթանկանա։ Անգամ գործարար շրջանակներում չեն բացառում, որ հետևանքը կարող է լինել սոցիալական պայթյունը։ Հովհաննես Շողիկյանի ռեպորտաժը։ Հայաստանի գործատուների միության գործադիր տնօրեն Գագիկ Մակարյանը մտահոգիչ է համարում Մաքսային միությանն անդամակցելու պարագայում ոչ Մաքսային միության անդամ երկրներից Հայաստան ներկրվող մեծ թվով ապրանքատեսակների մաքսատուրքերի թանկացումը։ Ապրանքատեսակների ցանկը գործարար շրջանակների ուսումնասիրությանն է ներկայացրել էկոնոմիկայի նախարարությունը։ Այն բաժանված է երկու խումբ ապրանքատեսակների, այսպես ասած զգայուն կամ առաջին անհրաժեշտության եւ երկրորդական, այսինքն շինանյութեր, նավթամթերք, պարարտանյութեր, լվացվող միջոցներ եւ այլն։ Նախ առաջին անհրաժեշտության ապրանքների մասին։ Խոշոր եղջերավոր անասունների միսը 5% թանկանում է։ Օրինակ, իսկ խոզի դեպքում ընդհակառակը, ուրեմն մեզ մոտ կար 10-10, Մաքսային միության շրջանակում 0 է դառնում, այսինքն մաքսատուրքը հանվում է։ Խոզի միսը շատ կեժանանա, բայց օրինակ տավարի միսը 5% կթանկանա։ Թշնամիսը ուրեմն նույնպես թանկանում է, ընդ որում բավականին սառեցված թշնամիսը 15%։ Թշնամիսի դեպքում ես միանգամից ասեմ, որ Հայաստանը մոտարապես 75%-ը իր պահանջարկի արտաքին աշխարհից է ներմուծում։ Համաձայն ներկայացված ցանկի 3.3-ից մինչև 13.3%-ով կթանկանա կաթնամթերքը, թեյը, հացահատիկի տեսակները, բուսական յուղը, շաքարը, կարտոֆիլը, լոբազգիները։ Սա այն պարագայում, որ հացահատիկն ու մի շարք այլ ապրանքատեսակներ Հայաստանում 0% մաքսատուրք ունեն։ Նկատենք, որ սննդամթերքի մեծ մասը Հայաստան է ներկրվում ոչ Մաքսային միության անդամ երկրներից։ Ինչ վերաբերում է այսպես ասած երկրորդական նշանակության ապրանքներին, ապա դրանք էլ թանկանալու են 5-ից 20%-ով։ Նավթամթերքը 5% թանկանում է։ Այսինքն եթե մենք վաղը Իրանից ուզենանք նավթամթերք ձեռք բերել, ապա օրինակ կոնկրետ օրինակ եմ ուզում բերել։ Այսինքն դա Մաքսային միության անդամ երկիր չի։ Մենք բերում ենք Իրանից 5% թանկանալու է նավթամթերքը։ Ինչ վերաբերում է օրինակ օճառը եւ լվացող միջոցները, դեսեք ստեղ պրոբլեմ ունենք։ Մեր հիմնական օճառը լվացքա միջոցները բերում ենք Թուրքիայից եւ Իրանից։ 13.3%։ Պատկերացնում եք ինչքան կթանկանա, որ մարդիկ ամեն օր կենցաղում օգտագործում են օճառ եւ այլ միջոցներ։ 12.5-ից 15%-ով թանկանալու են մարդատար ավտոմեքենաները, 13.5-ից 14%-ով տրակտորները, 19%-ով զենք զինամթերքը, 18.4-ից 19%-ով թանկանալու է ոսկու մաքսատուրքը։ Այսօր Հայաստանում այն 0-ական է։ Իդեպ այդպիսի ապրանքատեսակները ցանկում մեծ թիվ են կազմում։ Այդպիսով Մաքսային միության անդամ երկրները փորձում են այնպես անել, որպեսզի ապրանքները ներկրվեն հիմնականում իրենց երկրներից, նկատում է Գագիկ Մակարյանը։ Սպառողները շատ հաճախ հետաքրքրված չեն, թե կիլոգրամով վաճառվող այս կամ այն ապրանքը, եթե փաթեթավորված չէ, որ երկրից է ներկրվել, օրինակ շաքարավազը, ալյուրը եւ այլն։ Հետևաբար, այստեղ եւս գործատուների միության գործադիր տնօրենը վտանգ է տեսնում։ Եթե վաղը մեկը կներեք սպեկուլյացիա անի ու սկսի դրա տակ թանկացնել, թեկուզ ինքը բերի Ռուսաստանից, բայց ցույց տա որ Մաքսային միության շրջանակներում չեն բերել թանկած
ով է գնալու այդպես շատ խորը հետևի թե որտեղ ինչը թանկացած։ Միակ ճանապարհը, որով կարելի է կոմպենսացնել թանկացումները, դա բիզնեսին ավելի շատ ազատություններ տալն է կամ իջեցնել ավելացված արժեքի հարկը, ասում է Գագիկ Մակարյանը։ Գործատուների միությունը պատրաստվում է նամակ ուղղել էկոնոմիկայի նախարարությանը, ներկայացնել իր մտահոգությունները եւ առաջարկել, որ Մաքսային միությանն անդամակցելու բանակցային process-ում փոփոխություններ իրականացվեն։ Սակայն Գագիկ Մակարյանի ակնկալիքները քիչ են։ Որտեղ իսկ մոտ այն տպավորությունն է, որ հաճախ կառավարությունը կարծես թե ավելի շատ փորձում է ուրիշի, օրինակ շահերի համար աշխատել, քան իր սեփական ժողովրդի եւ իր էկոնոմիկայի եւ իր բիզնեսի համար։ Հնարավոր է, որ սա սոցիալական բունտ առաջացնի եւ դուրս հնարավոր է, իհարկե հնարավոր է։ Զրուցեցինք նաև տնտեսագետ Հրայր Մանուկյանի հետ։ Նրա կարծիքով Մաքսային միությանն անդամակցելու բանակցությունները տոկոսադրույքների փոփոխման առումով որևէ արդյունք տալ չեն կարող։ Ամենաճիշտ ճանապարհը կլինի այն, որ Հայաստանը մի փոքր ձգձգի գոնե Մաքսային միության անդամակցության գործընթացը, չհամապատասխանեցնի իր հարկային եւ մաքսային օրենսդրությունը Մաքսային միության երկրների օրենսդրությանը եւ սպասի մինչեւ Ռուսաստանը սկսի բանակցություններ Եվրամիության հետ ասոցիացման համաձայնագիր կնքելու հարցում։ Հրայր Մանուկյանն ասում է, որ էկոնոմիկայի նախարարության վերջին հետազոտության համաձայն մաքսատուրքերի բարձրացման հետևանքով Հայաստանի քաղաքացիների ընդհանուր ծախսը տարեկան մոտ $100 միլիոն ավելի է լինելու։ Ազգային ժողովի падգամավոր Լյուդմիլա Սարգսյանը բարձրաձայնել է առողջապահության ոլորտում ֆինանսական չարաշահումների մասին։ Առողջապահության նախարարը դատի է տվել падգամավորին։ Պետական միջոցները մսխելու թեման հատուկ կարևորություն ստացավ դեռևս 2012 թվականի սեպտեմբերից։ Գլխից պիտի բռնենք մեծերին, հայտնի խորհրդակցության ժամանակ ասել էր Սերժ Սարգսյանը։ Նաև հարցրել էր, մեկը դրա համար պատասխան պիտի տա, թե ոչ։ Պատգամավորի պնդումներից հետո պատասխան կտա արդյոք առողջապահության նախարարը։ Դիտենք Լիլիթ Հարությունյանի ռեպորտաժը։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն ասաց, թե վստահ է, որ առողջապահության ոլորտում ատկատներ չկան։ Ավելին, պետական բյուջեից տրամադրված միջոցները այնքան արդյունավետ են ծախսվել, որ 2013-ին զգալի խնայողություններ են կատարվել, ասում է նա։ Իսկ հակխմբակցության падգամավոր Լյուդմիլա Սարգսյանի վերջերս արված հայտարարությունը, որ առողջապահության ոլորտում ատկատների չափը տատանվում է 5-ից 10%-ի սահմաններում, նա անհիմն է համարում եւ այս խնդիրը պարզաբանելու համար դիմել է գլխավոր դատախազություն։ Մենք դիմել ենք Հանրապետության գլխավոր դատախազին, որպեսզի Լյուդմիլա Սարգսյանի բերված փաստերը ստուգեն, բացահայտեն, բնականաբար արդյունքում մեղավորներին պատժեն, որովհետև ես վստահ եմ, որ այն հարցը, որ ինքը բարձրացրեց, այժմ գոյություն չունի։ Ես գրավոր դիմեցի հարգարժան падգամավորի խնդրելով, որ մեզ ներկայացնել, եթե ունի տվյալներ։ Եվ ինքը մեզ պատասխանեց, որ ինքը պարտավոր չի մեզ տվյալներ ներկայացնել։ Լյուդմիլա Սարգսյանը մեծ հետ հարցազրույցում ասաց, թե մնում է իր կարծիքին, որ երևույթը կա եւ շարունակում է մնալ, սակայն падգամավորը համոզված է, որ գլխավոր դատախազությունը այս հարցը չի քննելու եւ բացահայտումներ չի ներկայացնելու, քանի որ իրական քննություն անցկացնելու դեպքում կպարզվի, որ ոչ միայն առողջապահության, այլ նաեւ այլ ոլորտներ ամբողջ համակարգը աշխատում է նույն ատկատների սկզբունքով։ Լուրջ զբաղվի, ուրեմն պիտի հասնի մինչև վարչապետ եւ նախագահ։ Իսկ դատախազությունը երբևիցե նման քայլի չի գնա։ Լյուդմիլա Սարգսյանն ասում է, որ չի կարող բացահայտել աղբյուրները, որոնցից ատկատների մասին տեղեկություններ է ստանում, քանի որ դրանք բուժաշխատողներ են եւ բուժհաստատությունների ղեկավարներ, որոնց անունները հրապարակելու դեպքում նրանք առնվազն աշխատանք կորցնելու խնդրի առջև կկանգնեն։ Յուրաքանչյուր բժիշկ, յուրաքանչյուր գլխավոր բժիշկ, հիվանդանոցի տնօրեն, բոլորը գիտեն, թե ինչ կերպ է ընդհանրապես ատկատի մեխանիզմը իրականացվում։ Պետական գնումների ոլորտի խնդիրները հանրության շրջանում շատ մեծ ակտիվությամբ սկսեցին քննարկվել 2012 թվականի սեպտեմբերից, երբ նախագահ Սերժ Սարգսյանը կառավարությունում հրավիրած խորհրդակցության ժամանակ խոսեց բյուջեից կատարվող անարդյունավետ ծախսերի, այսպես կոչված ատկատների մասին, դիմելով վարչապետին եւ նախարարներին նա մեղավորներին պատժելու եւ մեծերին գլխից բռնելու հանձնարարական տվեց։ Մենք բազմաթիվ ոլորտներում խնդիրներ ունենք կապված եւ գնումների հետ եւ պետական բյուջեն տնօրենելու հետ։ Ես ցանկանում եմ, որպեսզի եւ ազգային անվտանգության ծառայությունը եւ դատախազությունը այս խնդիրներով լրջորեն զբաղվեն։ Շատ լրջորեն։
Բայց էլի չգնանք, ասենք, այս մեկը 1,5 միլիոն գողացավ դրամ, այս մեկը 2 միլիոն գողացավ։ Գլխից պետք է բռնենք, մեծերին։ Սակայն որևէ պաշտոնյա մինչ օրս չի պատժվել, ասում է Transparency International հակակոռուպցիոն կենտրոնի գնումների հարցով փորձագետ Արտակ Մանուկյանը։ Ոնց որ թե իրավիճակը ոչ մի ձևով չի փոխվել, մենք ոչ մի գլուխ, որ բռնված լինի, այս պարագայում չենք տեսնում ու երևի թե չենք էլ տեսնի, ինչի, որովհետև գլուխը երբ կարող է բռնվել, երբ որ լինի կոնկրետ մի մարմին կամ մի քանի սուբյեկտներ, որոնք որ ընդհանուր, այսպես ասած, խաղի կանոնների չեղուն են, բայց եթե խաղի կանոնները ընդհանուր են, կամ պետք է բոլորին պատժել, կամ պետք է ոչ մեկին չպատժել։ Արտակ Մանուկյանի խոսքերով խնդիրը համակարգային է եւ իսկապես իրենց հետազոտությունները ցույց են տալիս, որ Լյուդմիլա Սարգսյանի մատնանշած 5-ից 10%-ը մոտ է իրականությանը։ Եթե մենք միջին ասնենք, կարելի է ասել, որ այդ թվերը բավականաչափ մոտ են իրականությանը։ Սոցիալ-տնտեսական և մի շարք այլ ոլորտներում առկա խնդիրների խորացմանը զուգահեռ ահագնանում են արտագաղթի ծավալները։ Կառավարությունը մշտապես հերքում է փորձագետների պնդումները։ Անցյալ տարի գործադիրը 13 միլիոն դրամ է հատկացրել հետազոտության համար։ Թե ինչպիսին են արդյունքները, փորձել է պարզել Անուշ Մկրտչյանը։ Դեռ անցած տարի կառավարությունը 13 միլիոն դրամ ծախսելով պետք է պարզեր Հայաստանում արտագաղթի իրական պատկերը։ Համենայն դեպս անցած տարի պետական պաշտոնյաները հորդորում էին սպասել միգրացիայի հոսքերի հետազոտության արդյունքին եւ նոր միայն խոսել արտագաղթի իրական պատկերի մասին, այլ ոչ թե որպես հիմք ընդունել ազգային վիճակագրության ծառայության տվյալները սահմանահատման վերաբերյալ։ Տարին անցավ, իսկ տվյալները դեռ հրապարակված չեն։ Հիշեցնեմ, որ պետությունն այս գործը պատվիրել էր ռուս-սլավոնական համալսարանին։ Գիտական պետական կոմիտեից տեղեկացանք, որ հունվարի 24-ին հետազոտությունը ստացել են, սակայն իրավասու չեն որևէ տեղեկություն տալ։ Գիտկոմիտեից հորդորեցին խոսել հենց աշխատության ղեկավարի Ալբերտ Վարդանյանի հետ։ Պարոն Վարդանյանը սակայն նույնպես նպատակահարմար չհամարեց խոսել այսօր մեր երկրի համար ամենալուրջ խնդիր դարձած երևույթի մասին, ասելով, թե քանի մարդկությունը կա, արտագաղթը կլինի։ Պարոն Վարդանյանին շատ վրդովեցրեց մեր այն հարցը, արդյոք 13 միլիոն դրամ ծախսվել է այսքանը բացահայտելու համար։ Նա բառացիորեն ասաց հետևյալը. Դու պետություն չես, ես հաշվետու չեմ ինչ-որ մի ռադիոյի։ Նշենք, որ չնայած տևական ժամանակ խոսվում է արտագաղթի աճի մասին, նման հետազոտություն վերջին 6-7 տարիներին չի արվել։ Պետության այս նպատակային ծրագրին աջակցել է ՄԱԿ-ի միգրացիայի միջազգային կազմակերպությունը։ Գրասենյակի ղեկավար Իլոնա Տերմինասյանը մեծ զրույցում այդուհանդերձ որոշ մանրամասներ բացահայտեց հետազոտության վերաբերյալ։ Հետազոտության ամենակարևոր կետերից մեկն այն է, որ առաջին անգամ ուսումնասիրվել է мոտ 8000 տնային տնտեսություն։ Այս паհին տվյալների բազան արդեն պատրաստ է եւ ՄԱԿ-ի միջազգային փորձագետը վերլուծում է այն։ Поэтому говорить уже о каких-то конкретных данных с точки зрения, так сказать, цифр Արտագաղթած եւ ներգաղթած քաղաքացիների մասին կոնկրետ թիվ հրապարակել այս պահին հնարավոր չէ, այն պարզ կլինի միայն գարնան։ Մեր այն հարցին, թե արդյոք ամենակարևոր խնդրի բացատրությունը կտա այս հետազոտությունը, այն է, թե քանի մարդ է վերջին 6-7 տարիների ընթացքում հեռացել երկրից։ Իլոնա Տերմինասյանն ասաց, որ անպայման հաշվի են առնվել միգրացիոն բոլոր հոսքերը, մասնավորապես թե երկիրը լքած քաղաքացիներից քանիսն են սեզոնային աշխատողները, քանիսն են 1 տարուց ավելին մնում արտերկրում։ Այդուհանդերձ անգամ այս ընդգրկուն հետազոտությունը, ինչպես նաև ոչ մի այլ հետազոտություն չի կարող տալ հստակ պատասխան, թե կոնկրետ քանի մարդ է լքել հայրենիքը։ Իդեպ, եթե մեր կառավարությունն առաջին անգամ է որոշել պարզել միգրացիոն հոսքերի ընթացքը, ապա ՄԱԿ-ը դեռ 2007-2008 թվականներին նման մի աշխատություն արել էր։ Արդյունքում պարզվել էր, որ արտագնա միգրանտների միջին տարիքը 35 տարեկան էր, 42%-ը միջնակարգ կրթությամբ, 21%-ը բարձրագույն։ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը մեծ զրույցում ասաց, որ այս նոր հետազոտությունից պետք է սպասել ոչ թե թվային, այլ որակական պատկեր։ Արդյոք, եթե առաջ 42%-ն էր միջին կրթության գնում, հիմա եւ 21% բարձրագույն կրթությամբ, հիմա չի փոխվել, ավելի շատ են գնում բարձրագույն կրթության։ Սա ցույց կտա, որ մեր մոտ այսպես կոչված այդ ուղեղների արտահոսքն է, բրենդ դրեյնն է տեղի ունենում։ Արդյոք տարիքն է ինչքանով փոխվել, եթե միջին տարիքը 35 էր, պակասել է այդ տարիքը, թե ավելացել է։
որ մասնագիտությամբ են գնում, որտեղ եւ այս բոլոր տվյալները ամբողջությամբ մեզ հնարավորություն կտան նաեւ ուղղություն օրինակ ունենալ, եթե այս մասնագիտությամբ մարդիկ ունենք որակյալ, որը արտասահմանում, որոնք վաստրեվնի են, պահանջված են, միգուցե մենք փորձենք հենց այդ ոլորտները զարգացնել։ Մասնագետները կարծում են, որ յուրաքանչյուր հետազոտություն գոնե պետք է մեկ կոնկրետ խնդիր լուծի, ոչ թե ինչպես կանգնեցնել միգրացիոն հոսքերը, այլ ինչպես դրանք դարձնել կառավարելի, որպեսզի երկիրը լքողները վերջնականապես չկտրեն կապը հայրենիքի հետ։ Եվրոպական ֆոնդը կշարունակի ֆինանսավորել Հայաստանի քաղաքացիական հասարակությանը, չնայած ակնհայտ է, որ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները նախկինի նման չեն լինի։ Եվրոպական ֆոնդի ղեկավարի հետ զրուցել է Էլինա Չիլինգարյանը Բրյուսելում։ Անցյալ տարվա հուլիսին Եվրոպական միության կողմից ստեղծված հանուն ժողովրդավարության Եվրոպական ֆոնդը պատրաստ է շարունակել Հայաստանի ժողովրդավարական հասարակության ֆինանսավորումը։ Այս մասին Ազատություն ռադիոկայանի հետ զրույցում ասաց ֆոնդի նախագահ Եժի Պոմյանովսկին։ Armenia was and is all the time a country that we are focused on. Հայաստանը եղել է եւ մնում է այն երկիրը, որը մենք կարևորում ենք, թեև մենք հասկանում ենք, որ իրավիճակը հիմա բարդ է, Եվրոպական միության հետ հարաբերությունները դանդաղում են, ասոցացման համաձայնագիր չկա, արևելյան հարևանության ծրագրերին Հայաստանի մասնակցությունը գնալով նվազելու է։ Այդուամենայնիվ մենք դեռ հավատում ենք, որ կա Հայաստանի հասարակության մի մեծ խումբ, որի համար եվրոպական արժեքներն ու Եվրոպայի հետ ինտեգրացիան մնում է ռազմավարական եւ պատմական ընտրություն։ Հանուն ժողովրդավարության Եվրոպական ֆոնդը ստեղծվել է ժողովրդավարության համար պայքարողների ֆինանսական աջակցություն ցուցաբերելու համար։ Հարավային եւ արևելյան հարևանության 15 երկրներում ժողովրդավարական նկրտումներ ունեցող հասարակական կազմակերպություններ, ակտիվիստական խմբեր, անհատներ, լրագրողներ կարող են դիմել Եվրամիության կողմից ստեղծված այս ֆոնդին առանց եվրոպական բյուրոկրատիայի ֆինանսական աջակցություն ստանալու համար։ Հյուսիսային Աֆրիկայի, Մերձավոր Արևելքի, ինչպես նաեւ Վրաստանի, Մոլդովայի, Բելարուսի, Ադրբեջանի, Ուկրաինայի եւ Հայաստանի 200 հասարակական կազմակերպություններ ու անհատներ 5 ամսվա ընթացքում դիմել են այդ ֆոնդին, նրանցից 36-ը ստացել են աջակցություն։ Looking what is happening today in Ukraine, in Kiev or what happening in Cairo. Տեսնելով, թե ինչ է այսօր կատարվում Կիևում կամ Կահիրեում, մենք հասկանում ենք, որ ֆոնդը հիմնելու դրդապատճառները դեռ ուժի մեջ են եւ մարդիկ կարիքն ունեն մի ճկուն եւ պակաս բյուրոկրատական քաշքշուկներով կազմակերպության, որը կօգնի մարդու իրավունքների, քաղաքական ազատության եւ ակտիվիզմի հարցում։ Հանուն ժողովրդավարության Եվրոպական ֆոնդի բյուջեն 26 միլիոն եվրո է առաջիկա 2 տարիների համար։ Դիմորդները կարող են աջակցություն ստանալ 80-ից 200,000 եվրոյի շրջանակներում։ Բարձրաստիճան լեհ դիվանագետին հարցրինք, սեպտեմբերի 3-ին Մաքսային միությանը միանալու Սերժ Սարգսյանի որոշումից հետո Եվրամիության ֆոնդի քաղաքականությունը Հայաստանի եւ այնտեղ գործող քաղաքացիական հասարակության հանդեպ կարող է փոխվել։ Armenia before decision was announced and after decision was announced. Թե այդ հայտարարությունից առաջ եւ թե հետո մենք Հայաստանում հավասարապես շարունակելու ենք աջակցել նրանց, ովքեր կարծում են, որ եվրոպական արժեքներն ու Եվրոպան Հայաստանի համար ճիշտ տարբերակ են։ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուଆ Օլանդը Թուրքիայում հանդիպել է Հրանտ Դինքի հարազատներին։ Թուրքական լրատվամիջոցները հաղորդում են, որ հանդիպումը եղել է ոչ հրապարակային։ Մանրամասները ներկայացնում է Գևորգ Ստամբոլցյանը։ 1915 թվականի իրադարձությունները Ֆրանսիայի նախագահի Թուրքիա կատարած պետական այցի նաև երկրորդ օրվա առանցքային թեմաներից էին։ Երեկ Ֆրանսուଆ Օլանդը Անկարայից ժամանեց Ստամբուլ, Թուրքիայի խոշորագույն այս քաղաքում, չնայած բավական հագեցած բանակցային օրակարգին, Օլանդը հանդիպեց Ակոսի խմբագիր Հրանտ Դինքի այրուն Ռաքել Դինքին։ Օրվա երկրորդ կեսին էլ Օլանդին հյուրընկալեցին Ստամբուլի խոշորագույն ուսումնական հաստատություններից մեկում Գալաթասարայի համալսարանում։ Տեղի ընտրությունը պատահական չէր։ Գալաթասարայի համալսարանը Թուրքիայում գործող միակ այսպես կոչված ֆրանկոֆոն ուսումնական հաստատությունն է։ Մոտ կես ժամ տևած ելույթում Օլանդը չշրջանցեց հայոց ցեղասպանության թեման, ճիշտ է խուսափելով ոչ միայն ցեղասպանություն բառն արտաբերելուց, այլ ընդհանրապես հայերի մասին հիշատակելուց նույնիսկ։ Cette année commémorer la première guerre mondiale, ce qu'on appelle la grande guerre.
Ես կցանկանայի հիշել առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ տեղի ունեցած իրադարձությունները, քանի որ այն ինչ կատարվեց այդ տարիներին կոտորած էր ու ողբերգություն։ Ճիշտ է, Թուրքիան եւ Ֆրանսիան պատմական իրադարձությունների շուրջ բավական լուրջ տարաձայնություններ են ունեցել։ Դրա պատճառը երկար տարիների ընթացքում Փարիզի եւ Անկարայի միջև ազնիվ եւ անկեղծ երկխոսության բացակայություններ։ Դուք գիտեք, թե Ֆրանսիան ինչ տեսակետ է որդեգրել այս հարցում եւ ես որևէ բան չեմ ասի, որ կտարբերվի Ֆրանսիայում իմ հնչեցրած հայտարարություններից, նշում էր Օլանդը, փաստորեն վերահաստատելով ցեղասպանության խնդրի վերաբերյալ իր նախկին մոտեցումը։ Հիշեցնեմ, թե նախընտրական շրջանում, երբ սոցիալիստական կուսակցության առաջնորդներ եւ թե նախագահ ընտրվելուց հետո Ֆրանսուଆ Օլանդը մի քանի անգամ հայտարարել է, որ 1915 թվականի իրադարձությունները ցեղասպանություն էին։ Նա նաեւ նշել էր, թե կողմ է հայոց ցեղասպանության շղթման համար Ֆրանսիայի տարածքում քրեական պատասխանատվություն սահմանելու եւս մեկ օրինագծի շրջանառության գաղափարի։ Ուկրաինայի նախկին նախագահ Լեոնիդ Կրավչուկը խորհրդարանի արտահերթ նիստի ժամանակ հայտարարել է, թե երկիրը քաղաքացիական պատերազմի եզրին է։ Ընդդիմադիրները պահանջում են համաներմամբ ազատել ձերբակալված ակտիվիստներին։ Նախագահ Յանուկովիչի կողմնակիցները դա հնարավոր են համարում մի դեպքում, երբ ընդդիմադիրները կլքեն գրավված վարչական շենքերը։ Այսօր Կիև է ժամանել Եվրամիության բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը։ Ուկրաինայի վերաբերյալ վերջին զարգացումներն ամփոփել է Ազա Բաբայանը Մոսկվայից։ За нашу и вашу свободу! За нашу и вашу свободу! Կիևում իրավիճակը շարունակում է մնալ լարված, Ռադայում Ուկրաինայի խորհրդարանում այսօր քննարկում են ընդդիմադիր ակտիվիստների ներման հարցը։ Իշխանությունները պահանջում են, որ ընդդիմությունն ազատի քաղաքի կենտրոնի բոլոր կառավարական շենքերը։ Այսօր որոշ աղբյուրներ նույնիսկ հաղորդել են, որ Ուկրաինայի կառավարական շենքերից մեկում agrarային քաղաքականության նախարարության շենքում հրաձգություն է տեղի ունեցել։ Սակայն այսօր անշուշտ ավելի հանգիստ է եւ քաղաքական պայքարն, այսպես ասեմ, տեղափոխվել է Ռադա, որտեղ падգամավորները քննարկում են ընդդիմադիր ակտիվիստների ներման հարցը։ Ընդդիմադիրները պահանջում են, որ ներում հայտարարվի բոլորի համար, իսկ իշխանություններն ասում են, որ միայն նրանց համար, ովքեր չեն մասնակցել անկարգություններին եւ միայն այն բանից հետո, երբ ընդդիմադիրներն ազատեն բոլոր կառավարական շենքերը։ Ընդհանուր առմամբ իրավիճակը Ուկրաինայում բավականին անհասկանալի է։ Երեք երկրի նախագահ Վիկտոր Յանուկովիչն ընդունել է նախկին վարչապետ Նիկոլայ Ազարովի հրաժարականը եւ օրենքի համաձայն ունի 2 ամիս նոր վարչապետ նշանակելու համար։ Հիշեցնեմ, ավելի վաղ ընդդիմադիր առաջնորդներից մեկը Յուրի Յացենյուկը, Յանուկովիչն առաջարկել էր գլխավորել Ուկրաինայի կառավարությունը, հրաժարվել է վարչապետի պաշտոնից։ Ընդդիմադիր առաջնորդներն ասում են, որ իրենք մնալու են Մայդանում, քանի ազատ չեն թողել բոլոր քաղբանտարկյալներին, այդ թվում նաև նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն, եւ քանի դեռ իշխանությունները չեն հայտարարել արտահերթ նախագահական ընտրությունների մասին։ Հավելեմ նաև, որ 3 ուկրաինական Ռադան չեղյալ է հայտարարել այսպես կոչված ռեպրեսիվ օրենքները։ Եվ ի դեպ վարչապետի պարտականություններն առաջիկա 2 ամիսը կատարելու է փոխվարչապետ Սերգեյ Արբուզովը, ով համարվում է Յանուկովիչի մտերիմներից մեկը եւ այսպես կոչված ընտանիքի ներկայացուցիչներից մեկը։ Իր ամենամյա ուղերձում Միացյալ Նահանգների նախագահ Բարակ Օբաման անդրադարձել է նաև ուկրաինական հարցին։ Միացյալ Նահանգները սատարում է իրենց կարծիքն ազատորեն արտահայտելու ուկրաինացիների իրավունքը, հայտարարել է Բարակ Օբաման։ Միացյալ Նահանգների նախագահի ամենամյա ուղերձի մանրամասները ներկայացնում է Տաթև Լազարյանը։ Mr. Speaker, Mr. Vice President. Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բարակ Օբաման երեկ երեկոյան կոնգրեսի առջև արդեն 5-րդ անգամ հանդես է եկել իր ամենամյա ուղերձով։ Այս ավանդական ամենամյա ելույթի միջոցով նախագահը կոնգրեսին եւ ժողովրդին ներկայացնում է իրավիճակը երկրում։ Օբաման այս անգամ խոսել է Ամերիկայի ներքին եւ արտաքին քաղաքական հարցերից, տնտեսությունը խթանելու եւ նոր աշխատատեղեր ստեղծելու անհրաժեշտությունից, ներկայացրել է նաեւ արտաքին քաղաքական հարցերով Միացյալ Նահանգների դիրքորոշումը։ Ուշագրավ է, որ Ռուսաստանի հետ հարաբերություններին Բարակ Օբաման իր ելույթում չի անդրադարձել։ Փոխարենը Միացյալ Նահանգների նախագահը անդրադարձել է ուկրաինական իրադարձություններին, հայտարարելով, որ ուկրաինացիները իրավունք ունեն իրենք որոշել իրենց երկրի ապագան։ Ուկրաինայում մենք պաշտպանում ենք այն սկզբունքը, որ յուրաքանչյուր ժողովուրդ իրավունք ունի ազատ եւ խաղաղ եղանակով արտահայտվել։ Իր վարած արտաքին քաղաքականության մասին խոսելով Օբաման մատնանշել է իրաքյան պատերազմի ավարտն ու Աֆղանստանից ամերիկյան զորքերի նախատեսված դուրսբերումը, սիրիական ճգնաժամի մասին խոսելով Միացյալ Նահանգների նախագահը հայտարարել է, որ ամերիկյան դիվանագիտության շնորհիվ է սիրիական ռեժիմը քիմիական զենքից հրաժարվել։
backed by the threat of force. Ամերիկյան դիվանագիտությունը հիմնված ուժի կիրառման սպառնալիքի վրա, ահա թե ինչը նպաստեց սիրիական քիմիական զենքի վերացմանը, եւ մենք կշարունակենք աշխատել միջազգային հանրության հետ սիրիացի ժողովրդին առաջնորդելու դեպի այն ապագան, որին նրանք արժանի են, ապագա առանց բռնապետության, ահաբեկչության եւ վախի։ Միացյալ Նահանգների նախագահը նաև զգուշավոր հույս է հայտնել, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները հաջողությամբ կավարտվեն։ Բարակ Օբամայի ելույթի ներքաղաքական հատվածի հիմնական ուղերձը հետևյալն էր՝ կրճատել տարբերությունը հարուստների եւ աղքատների միջև։ Բարակ Օբաման այդ նպատակին հասնելու համար իր խոսքով կոնկրետ եւ գործնական առաջարկներ է ներկայացնում։ Այնինչ ես առաջարկում եմ կոնկրետ գործնական առաջարկներ են տնտեսական աճի խթանման, միջին խավի ամրապնդման եւ նրանց համար աճի նոր հնարավորություններ ստեղծելու ուղղությամբ։ Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ Արամ Ղարաբեկյանի աճյունը տեղափոխվել է Հայաստան։ Արամ Ղարաբեկյանը Միացյալ Նահանգներից Հայաստան էր եկել 1997 թվականին։ Նպատակն էր խստապահանջ աշխատանքով կատարելագործել Հայաստանի ազգային կամերային նվագախումբը։ Հայաստանի արվեստի վաստակավոր գործչին դա հաջողվեց։ Արամ Ղարաբեկյանին հրաժեշտ տվողները նրա մասին խոսում են երախտիկի խոսքով։ Կանե Դանիելյանի անդրադարձը։ Մինչ 1997 թվականը այստեղ Հայաստանում քչերն էր հայտնի Արամ Ղարաբեկյանի անունը։ Շատերն անգամ զարմացան, երբ 97-ին այն ժամանակվա մշակույթի նախարար Արմեն Սմբացյանը նրան հրավիրեց Հայաստան, ղեկավարելու վերակազմավորված Հայաստանի պետական նվագախումբը, բայց շատ կարճ ժամանակ անց նա արվեստագետի իր ազնիվ կերպարով, նվագախմբի մեկը մյուսին հաջորդող հրաշալի համերգներով, նորանոր ծրագրերով ու իր աննկուն եռանդով ոչ միայն ճանաչելի, այլև շատ սիրելի դարձավ թե մեր երաժշտասեր հանրության, թե արվեստագետների ու առհասարակ մեր հասարակության համար, այնպես, որ ոչ ոք չէր էլ մտածի նրան սփյուռքահայ արվեստագետ կոչել, նա կարծես հենց մեր երկրում էր ծնվել ու ապրել։ 12 տարի ղեկավարեց Հայաստանի պետական նվագախումբը, չափազանց խստապահանջ էր Արամ Ղարաբեկյանը, մաքսիմալիստ եւ մշտապես ձգտում էր լավագույնին, կատարելագույնին։ Հավանաբար նվագախումբը մինչ օրս կղեկավարեր, եթե հենց նվագախմբի ներսում չսկսվեին խրդժություններ, որոնց արդյունքում էլ մայստրոն վիրավորված թողեց հեռացավ Հայաստանից 5 տարի առաջ եւ ահա վերադարձել է այլևս ընդմիշտ հանգչելու հայրենի հողում, որի մեծագույն պաշտամունքը ուներ, ու ինչպես այսօր շեշտում էին մեր լավագույն արվեստագետները, նրա ընկերները, մի նպատակ ուներ Արամ Ղարաբեկյանը ծառայել իր հայրենիքին, Հայաստանի արվեստին ու մշակույթին։ Ինձ թվում է, թե իր գործունեությամբ ինքը ամբողջ իր կյանքով ծառայել հայ ազգի արվեստին եւ այդպես էլ մնաց ծառա։ Միայն մնում է ցավ ապրենք, այսպես արվեստագետի համար։ Կարծես թե փոքր ինչ նեղացած ու սրտ նեղացում եք մեծ հայրենիքից։ Դե ինձ թվում է, որ դա ես չի ասի, որ դա երաժիշտների հետ որևէ կապ ուներ։ Ինձ թվում է, որ դա ուրիշ խնդիրներ են, դա ավելի վերևից պետք է դիտենք, թե ինչու են գնում նեղացած։ Մենք այստեղ որ ապրենք չի նշանակում, որ նեղացած չենք, մեր մեջ ասած։ Արամ Ղարաբեկյանի ղեկավարած 12 տարիների ընթացքում Հայաստանի պետական կամերային նվագախումբը լուրջ ձեռքբերումներ գրանցեց, երգե ոչ միայն այստեղ, այլև արտասահմանյան տասնյակ ու տասնյակ հյուրախաղերի եւ միջազգային փառատոներին մասնակցության ընթացքում։ Հազվագյուտ դեպքերից էր, երբ մարդը եկավ Հայաստան, որովհետեւ այստեղ ստեղծագործի, ապրի։ Այո։ Կներեք։ Իր նվագախմբի համար եղավ ոսկե դարաշրջան։ Իր ներկայությունը եւ այդ տարիների վերելքը անմոռանալի է։ Իր արտիստական կերպարը բացառիկ ամեն ինչում էր կյանքում, թե բեմի վրա, ամեն իրագործումների մեջ չեմ կարող ասել, իր բացառիկ երևույթ էր։ Աշխատանքային ոճը, որը մեզանում շատ է պակասում, այն պահանջկոտությունը, իր արվեստի նկատմամբ իր ունեցած մեծ պատասխանատվությունն ու հույզը, այս բոլորը մեզ մնում են օրինակ որպես։ Առաջին իսկ օրվանից, որ մտավ Հայաստան, ես իր հետ հարցազրույց վարեցի, ասեց ես պատկանելիության զգացում ունեմ, ես պատկանում եմ իմ հայրենիքին։ Արամ Ղարաբեկյանն այլևս ընդմիշտ պատկանում է իր հայրենիքին։ Ավարտվեց Ազատության լրատվական կենտրոնի այսօրվա հաղորդումը, ստուդիայում Անուշ Մարտիրոսյանն էր, հաջողություն։